Ձերով չենք բարեում, ձերով մեկողը եթերի տակ ենք հույսով։ Մի քիչ առաջ ասել էիք, որ գալիս եք, հարցեր եք տալիս, լավ եք անում, եկեք բաց փոխադարձ պատասխաններ լսեք։ Այդ համար եմ, ստե մի քանի հարց ունեմ տալու։ Կարող եմ տալ փոխադարձ պատասխանը լսել։ Այսինքն չի խանգարում, լսում եմ։ Պահի։ Հարցերը մի քանիսն են բոլորները կարևոր, բաց էս ամենա։ Ես խնդրում եմ, քանի որ ժամանակը Okay, համար առաջի հարց։ 3 հիմնականը տվեք։ Համար առաջի հարց, ասում եք Ղարաբաղի հարցը ինքը կանխորոշված էր, որ լուծվելու էր Ադրբեջանի տարածքային ամբողջ եւ կառավարության նիստում փաստաթղթեր եք հրապարակել։ Այո։ Իմիջիալոց բանի մարտի 24-92 թվի ԵՀԿ-ի փաստաթղթը չեք հրապարակել, բայց դա թողեք մի կողմ։ Բայց այդ փաստաթղթերում կարող եք մի հատ տող նշել, որ ըստ այդ տողի արդեն կողմնորոշված էր, որ Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է։ Չեք պատկերացնի ինչքան շնորհակալ եմ այդ հարցի համար։ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթաժողովում ասվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, Լեռնային Ղարաբաղին շնորհելով ինքնակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմը։ Այդ նախադասությունից հետո չի եղել ոչ մի ուրիշ տարբերակ Ղարաբաղի հարցը այլ կերպ լուծելու։ Մեր ես իմս ասեմ էլի, որովհետև այդ Լիսաբոնի բանը որ եղել է, մեր կողմից վետո է դրվել այդ որոշման վրա, բայց այն փաստաթղթերը, որ դուք հրապարակել եք, մի վարքյան կներեք, էլի ավարտեմ։ Նույնիսկ 19 թվի ձեր օրոք, որ այդ փաստաթուղթը դրած էր սեղանի, այնտեղ նման տող չկար, բացի դրանից գրված էր, որ կարգավիճակը պետք է հանրաքվեի միջոցով որոշվի, ընդ որում հանրաքվեի վրա որևէ սահմանափակում չկա, ընդཐུպ միջև բարձրագույն սուվերենության պահանջի կարային դդեին։ Ու նույն ձևի գրած է, որ եթե դաժե դա հետո արվի բնակչությունների քանակությունը տոկոսային հարաբերությամբ 70 քանիսի 80 քանիսի պետք է արվի։ Ես դրա համար ես դրան տասնյակ անգամ անդրադարձել եմ։ Թող լներ։ Մի վարքյան։ Թող լներ։ Մինչև 2010 թվականի թող լներ։ Մի հատ բան էլի, որ 19 թվականի դուրսությամբ այն փաստաթուղթը, որ եղել է սեղանին, այնտեղ որևիցե տող չկա գրած, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի Այնտեղ հստակ գրած է, որ Արցախի հարցը չի կարա լուծվի այլ կերպ, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Ձեր ազգանուն ինչ է։ Ես Արտուրն եմ Օսիպյան։ Պարոն Օսիպյան, ուրեմն ես այդ թեմայով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին լսեք, ինձ բան եք ասել, ասել եք բան կա գրած, ես խնդրում եմ հնարավորության դեպքում կնշեք էլի այդ 19 թվի վրա, որտեղ կան նշած, որ Ղարաբաղը պետք է Հա, սա ֆիքսենք, որ այս հարցին պատասխանը ես չընդունեցի, որ ես ուշադիր ընթերցել եմ, նման բան չկա։ Լսեք, ուրեմն այդ փաթեթի վերաբերյալ ես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին 3-ին հրավիրել եմ բանավեճի։ 3-ին հրավիրել եմ բանավեճի, եւ այդ բանավեճը եղել է այս նույն թեմայի մասին։ Չէ, չեն եկել, գիտեք ինչի չեն եկել։ Կրված է խրվածին չի եկել, ինձ խարվեք։ Քոչարյան, Սերժ, ես ոչ Քոչարյանն եմ, ոչ Սերժ, երբ որ մենք Ղարաբաղ, հետո սա երկրորդ հարցն է, էլի։ Սա բերեք թողենք էլի կնշեք, եթե կա նման բան նշեք, որ արցախցիներն էլ իմանան, որ ըստ փաստաթղթի կա ֆիքսած, որ դուք պալոբամը պետք է մնայիք Ադրբեջանի կազմում։ Ուրիշ տարբերակ չկա։ Չէ, մի վարքան, ես հարց եմ տալի, դա ձեր ասում եմ ըստ փաստաթղթի կարող եք նշեք։ Այո, կարող եմ էլի կնշեք։ Հրապարակված են այդ բոլոր փաստաթղթերը։ Ես այդ բոլոր փաստաթղթերը հատկացել եմ։ Ճիշտ չեք ընթերցել։ Լսեք, ես տասնյակ ելույթներ եմ ունեցել այդ թեմայով։ Հարցազրույցներ եմ ունեցել այդ թեմայով։ Խոսել եմ փաստաթղթերը կա։ Հարցի պատասխան չկա։ Կներեք Կա 92 թվի ընդունված բանաձևը ԵՀԿ-ի մեջ։ Եղբայր, այդ ամենը մանիպուլյացիա է։ Այդ մանիպուլյացիա։ Ղարաբաղի, ես ձեզ ասում եմ Ղարաբաղի հարցը եղել է թակարդ, որպեսզի Հայաստանին այդ թակարդում պահել։ Եվ ես հպարտեմ, որ Հայաստանն այդ թակարդից անել։ Դուք եք ասել, որ մեզ պարանը գցել են, բայց որ բանի Միջանցքի բան եք արել, հարց եք իբր թե լուծել։ Ինչ։ Միջանցքի չասենք, Մայրուղի ասենք։ Ինչ։ Էլի չեք գնացել Ամերիկայից բան երաշխիքներ գտել, որ կրակոցներ եք կանգնեցրել։ Ինչ հարցեր լինի, պարոն Փաշինյան, մի վարքան էլի, ինչ հարցեր լինի, կողից անպայման մեկը փորձելով ա դրանով
ինքը իր շահը խառնվի ու իր շահերը։ Մենք էլ պետք է մերը անենք։ Այդ չի նշանակում, որ եթե այնտեղ Ռուսաստանը մեր շահերը, մերը գրած է Հայաստանի Հանրապետության հռչակագրում, որը որ դուք անվանել եք, գիտեն, պետության Ես չեմ ընդունում հռչակագիրը։ Դա կոնֆլիկտի հակապետական հռչակագիր է։ Դա կարծիք։ Ես չեմ ընդունում։ Մի հատ հարց էլ տամ, կարևոր հարց։ Շատ եք ասում էլի փող ենք տվել Ղարաբաղցիներին։ Բան չեն կարել Այդ եմ ասում էլի, ում եք տվել։ Բոլորին։ Ուրեմն բան քնչականում միլիարդասնյակ միլիարդների փոխանցումներ կա ձեր օրոք, որը որ գնացել է կոնկրետ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի եւ իր շուրջ, սա փաստաթղթավորված է, սա օթում զորուսներ չեմ անում։ Չեմ հասել ստե որպես ինչ որ Ես չեմ կարա բացառեմ, տեսեք։ Այդ եմ ասում, որ այն երբ որ մենք Արցախն պայքարում ենք կլանի դեմ, դուք այդ կլանի միլիարդներով սնում եք։ Մենք ժողովուրդն ենք միլիարդ։ Ասում ենք այդ մի վարքան, այդ դուք Արայիկ ինչ եք տվել։ Դուք Արցախը մի վարքան, այդ որ տվել եք, այդ տասնյակ միլիարդները որ տվել եք։ Բայց ես չի կարա։ Թողեք ավարտեմ, էլի խնդրում եմ, էլի։ Ես չի կարա։ Բայց հարց եմ տալի, որ փոխանցել եք տասնյակ միլիարդներ։ Հասկացել եմ, էլի, ավարտեմ։ Այդ չեք հետևել այդ փողերը վրա։ Բա այնա այդ փողերը գնացել է սաղ կլանի ջեբերը նստել, այդ կլանի դեմ որ մենք պայքարում էինք այնտեղ։ Դուք այդ կլանի միլիարդներով սնել եք ու ասում եք փողը ուղարկել եմ ժողովրդին։ Ժողովրդին չեք ուղարկել։ Եկել եք Ղարաբաղ, համագործակցել կոռուպցիայի հետ Արայիկ իշխանության բերելով, ստեղ առանց զրույցի էլի։ Ինչով եմ ես իշխանություն Որտեղ Արայիկին դուք չեք աջակցել։ Աջակցել Մի եմ, բայց Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընտրի։ մի վարքան ու Արայիկի փողաբաշանել։ Մի վար չխառնվեիք, ուղղակի եթե չխառնվեիք, ո՞նց չեք խառնվել։ Ինչով եմ խառնվել։ Ասեմ ոնչով եք խառնվել։ Եկել եք Ղարաբաղ 18 թվին։ Այն ժամանակներ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, հրաժարական, եկել եք ասել Բակո Սահակյանը պետքա մնա։ Այդ մի հատ տենց է գոլուշից արել։ Ընտորությունների ժամանակ, երբ որ մենք պայքարում ենք այդ Թալանչի կլանի դեմ, դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աշկ փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա։ Դուք շատ լավ բանի վրա աչք չեմ Չէ, այդ միլիարդները ուրեմն եթե դուք տեղյակ չեք, պարոն Փաշինյան, այդ միլիարդները կա քաղաքական համակարգ եւ երկրի քաղաքական համակարգի հետ մենք աշխատել ենք։ Ես չէի գալու Ղարաբաղում իշխանափոխություն անել։ 50 միլիարդը sense ուղարկել եք Ղարաբաղ, չեք էլ հետևել որտեղ, հա Հայաստանի Հանրապետության բյուջեի նման է։ Հովասելով չի։ Այդ 150 միլիարդից թոշակառուները թոշակ են ստացել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետություն։ Նպաստառուները նպաստ ստացել։ Ասեք չխանդարեք, ես լսում եմ ձեզ։ Չէ, գողի նպաստառ, բա մարդիկ ինչով են թոշակ ուղարկել։ Հիմա ես մնացած Ոչ չուղարկենք, պետք է ասեք Հայաստանը փողերը փակելա, որ Ղարաբաղի ժողովուրդը սոված մնա։ Մենք նման երբեք բաներ չենք արել, ասում եմ, երբ որ մենք Արցախում պայքարում էինք, Եղբայր, Թալանչի կլանի դեմ դուք նրանց օգնում եք։ Դուք եք ասում, ես չգիտեմ։ Ասում եմ, մի րոպե, փաստեր այնա քնչականում, ձեր ուղարկած միլիարդները, որը որ գնացել է Արայիկ ու մի րոպե, երրորդ հասնեմ տալի ես չգիտեմ, դուք ով եք ում դեմ եք պայքարել ու ովքին եք Չգիտեք, լավ չի որ չգիտեք, որ եթե իմանայիք, որտեղ անհնար է, դուք Արցախին հետևայիք ու մեզ չգիտեք։ Ինչի պետք է իմանայի։ Ինչի պետք է Հիմա իմանայի։ կարևորագույն Այսինքն դուք ժողովուրդ եք ներկայացրել, դուք կազմակերպ ում եք ներկայացրել, որ պետք է Կուսակցություն ենք եղել ու ընտրությունների ժամանակ 90% ուշադրությունը մեր վրա էր, անհնար էր 90% ուշադրություն ձեր վրա էր, գնայիք ընտրվեիք։ Փողեր չբաժանեիք, կգնայինք Ո՞վ էր բաժան։ Ինձ եք ասում։ Արայիկի միջոցով, Արայիկին։ Ես ոչ մեկի միջոցով փողել եք։ Որևէ մեկն չի կարա մեղադրի փող բաժանելու մեջ։ Չի մի վարքան։ Ես ժողովուրդ, ուրեմն Ղարաբաղի հետ կապված իմ բոլոր հայտարարությունները եղել են, որ ժողովուրդը պետքա ազատ կամ արտահայտության հնարավորություն Չի ունենա։ եղել, հեսա կասեմ Չի եղել, կարևորագույն հասնեմ տալ, էլի Հայաստանի Հանրապետության Հանրապետության անվտանգությունից է ելնա։ Այո։ Հիմա մի վարքան, ասում եք Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխիքը դա լեգիտիմությունն է, ճիշտ եմ հասկանում։ Հիմա նայեք, Արցախի հարցը Մինսկի խումբից լուծարել եք, արանքից հանել եք։ Ադրբեջանը ինքը պահանջ է դնում, ընդ որում հիմնավորը միջազգային ըստ միջազգային իրավունքի։ Պահանջը ինչումն է, ասում է բանը Ադրբեջանի փախստականները պետքա վերադառնան։ Ում դեմ է դնում պահանջը։ Պահանջը մի վարքան, պահանջը համենայն դեպս երբ որ հայտարարում է։ Համենայն դեպս չի մեր օրակարգում տենց հարց չկա։ Մենք ասում ենք ասելով չի։ Իր ասելով չի։ Հիմա դուք կարում եք այլ ասելով չի։ Դու ինչ ես եկել ադրբեջանական նարատիվներ տանում։ Իր ասելով նարատիվները դուք եք ասելով չի։ Բայց մի քիչ ցածր խոսացեք։ Դե մի եկեք ցածր։ Դեր դեմը ոչ սեջ կա, ոչ Քոչարյան որ տենց կեղտում խորոց ունի, դուք էլ մատ թափտա։ Դու դեր վրա թափտա։ Ինչա՞ ցույց։ Եկեք ստեղ ադրբեջանական Ադրբեջանի նարատիվները ասում եք Արցախն ասել։
Այո, չեք կառուցել, չեք կառուցել։ Ես դու ոչ բաստակառուցել, ինքը Պալանել եք։ Ես պալանում Ռադետ քաշի։ Համբալի մենք։ Բացվեք։ Ես իջել եմ, որ Հանգիստ։ Հանգիստ ասում եմ, հələ ուշադիր մի հատ, լսեք մի հատ, Ուրեմն ասում եմ հետևյալը և բացատրում եմ, այս Ղարաբաղի պսևդոելիտաները հորրադելն են ստեղից գնան ընդհանրապես։ Որերը մեկը չվտենա, արա այդ փախած ունե, արա դու ինչ գործ ունես ստեղ ընդհանրապես, Այսով կերին արասրավ, եկել են մապտապտել են այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռակներըտ կաշե կարա ընդհանրապես, ով եք դու կարա, Արտուրոսը տանեմ գլուխը պատին ես տովել Արտուրը, գնայր զոհվել մեր երեխեքի տեղը, Արտուրոսը տանեմ, թալանչի աննասումն է։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել, եկել են Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը որ կար գնայք զոհվեիք, դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այդ տական, ինչի ես կենթանի, ու բանը, Շահրամանյանը ինչի է կենթանի, են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներ ինչի է կենթանի, ինչի չեք զոհվել, որ հիմա ասում եք 5000 զոհ, ինչի չեք զոհվել, ով արա, ով ա ձեզ պահել ընդհանրապես, այս տահակներ, այս Ղարաբաղի պսևդոելիտային, մեկը չասի, որ Հայաստանում Ղարաբաղի ազգային ժողով կա, Հայաստանում Ղարաբաղի կառավարություն կա, արմատ ախիլ եմ արելու բոլորիդ, գնայեք գեսեր պայքարելու ժամանակ էր, այդ փախածներ, այդ կոնկրետ ես մեկը, փախածներից մեկն է, չհամարցակվեք գաք ստեղ մատ թապտակ ընդհանրապես։ Ասում եմ, Ղարաբաղի պսևդոելիտային, Ռոբի, Սերժի, Կալուկացու, Գագոյի գլխավորությամբ, ասում եմ ձեզ Հայաստանից արմատախիլ եմ անելու։ Ստահակներ, դուք ինչի եք կենթանի, դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ ասում եք 5000 զոհ, ինչի զոհ եք 5000 եղել, ինչի չեք դուք եք զոհերի մեջ, ստահակներ, ինչի դուք եք զոհերի մեջ չեք։ Օսիպյան ասում է դու պետք է ինձ դու ով ես արա, դու ով ես որ ես քեզ պետք է իմանամ։ Մի բարգացեք պարոն վարչապետ, մի բարգացեք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Այս Ղարաբաղի պսևդոելիտային պետք է արմատախիլ անենք Հայաստանից Ռոբերտի, Սերժի, Կալուկացու գլխավորությամբ։ Հիմա էլ եկել ստեղ ուզում են Հայաստանը նորից ներքաշեն, նոր կոնֆլիկտների մեջ ցույց չենք տալու։ Իրանք Ղարաբաղի ժողովրդին էլ են պատանդի կարգավիճակում պահել։ Թալանել են, միատել եկել են, աչոտ են ուզում մեզանից, փողը խեք տվել։ Բայց չտայիք, ասելու եք բանա, Հայաստանը փողերը կտրում է, ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար, ինչ է խնայել Հայաստանը ձեզ համար, ոչ կյանք է խնայել, ոչ փող է խնայել, ոչ տնտեսություն է խնայել, իսկ դուք
Ես խոսում եմ Ղարաբաղի ժողովուրդ ջան, հանկարծ ձեր վրա չվերցնեք, որովհետև դուք նույնպիսի զոհ եք։ Դուք ընդամենը գործակալներ եք եղել Հայաստանի անկախությունը թույլ չտալու համար։ Դուք գործակալներ եք եղել գիտակցված թե չգիտակցված։ Չգաք ստեղ խաղացնեք։ Ասում եմ, դուք դեպի պիտի բացատրություն տաք։ Դուք ինչ եք կենթանի, որ միատել եք 5000 զոհից եք խոսում։ Ինչ եք կենթանի։ Այդ բացատրությունը միջև չտակ, մեկը Հայաստանում ձենները ծպտումները դուրս չգա, արմատախիլ ենք անելու ձեզ, արմատախիլ ենք անելու։ Եկել են Ղարաբաղ են լացում, բայց ճղած գալիս է, դու ինչ գործ ունես ստեղ, Երևանում ինչ գործ ունես։ Դուք չէիք ասում, որ ես սահմանը փակել եմ, որ դուք չկաք։ Դուք չէիք պատերազմը սկսել է 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն ա եղել, 50 կիլոմետրանոց ավտոշարասյուն, եկել եք 5000 զոհ եք ասում։ Դուք ինչ եք կենթանի, որ միատել եք 50000 զոհ ասում։ Դուք ինչի եք զոհերի մեջ չեք արա։ Դուք չէիք պայքարում բա։ Այս շենքերի երեխեքը պիտի գային ձեր անկախության համար պայքարեին։ Ծպտունները դուրս չգա, ես լուրջ եմ ասում ամեն չափ ու սահման ունի, ծպտունները Ղարաբաղի պաշտոնյա նախկին, ուրեմն չգիտեմ ինչ որ պսևդոէլիտայի ներկայացուցիչ է, մեկի ծպտունը դուրս չկա, մեկի ծպտունը դուրս չկա, ամեն ինչ չափ կա սահման կա, մեկի վերընկեք տեղներդ, ներվերներիս հետ մի խաղացեք, վերընկեք տեղներդ, Միատել մասկեքովը, այդ մասկեքով ելույթը, ես, Ռոբ Սերժ, և նույն խոսույթը, կին կլնի, տղամարդ կլնի, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզից բռնելու եմ շպրտեմ, մեկիտ կին կլնի, ասում եմ, տղամարդ կլնի, միատել կին, չգինեմ ինչ, նույն խոսույթով, այդ մասկեքով է խոսույթով, ով եկավ հանդես եկավ, պրոբլեմա ունենալու, Մեկը չասի, որ ինքը Ղարաբաղի պատգամավոր է, Ղարաբաղում պատգամավոր լնեիք։ Ադրբեջանցիներին խնդրում աղաչում միջնորդում եք, որ ձեզ բաց թողեն գան Հայաստան։ Դրա մասին խիչ եք խոսում։ Հենա ադրբեջանցիները ասել են Շահրամանյան Սամվելից սկսած, թող պատմեն ոնց ա եղել, որ իրանք եկել են, ոնց ա եղել, որ եկել են, բա ինչի իրանք չեն բռնել, բա ինչի տենց սկզբունքային պայքարող Ղարաբաղի ինքնորոշման համար, ոնց են եկել հասել Հայաստան։ Վերընկեք տեղներդ, որևէ մեկը Հայաստանի քաղաքական կյանքին միջև չմտնեք, ձեր սերունդը ընդհանրապես, ձեր երեխեքը նոր Հայաստանի քաղաքացի կլնեն, լիարժեք կապրեն Հայաստանում, իրանք ամեն ինչին քաղաքական դուք մի կողմ քաշվեք։ Եվ այս ընտրություններում Ռոբերտ Սերժ Կալուգացի այդ բանն էլ պրոբելորուսնել, որի այդ նույն քոչարանասերժական կլանի անդամը, արդեն ստեղներս եք հասցրել։ Էլ տեղ չունեք դուք ապրում եք ձեր քաղաքական կյանքի վերջին ամիսը, դուք ապրում եք ձեր քաղաքական ողորմելի կյանքի վերջին ամիսը, և ես ձեզ ասում եմ, բերելու եմ պատասխանատվության, դուք բերվելու եք պատասխանատվության։ Ուրեմն ես ասում եմ, այդ լակոտները, որ գալից մեզ բրդում են, թող բացատրեն ինչ են իրանք կենթանի և ինչ են մեր տղեկը զոհված, թող բացատրեն, էական չի, իրանք իրավունք չունեն գան ստեղ խոսալու, իրանք պտի գնան վերընկնեն տեղները և հանգիստ նստեն, թող իրանք այդ Արտուրոսի պանանչ, թող բացատրեն ինքը ինչի է կենթանի, ինքը ինչի է զոհված, ինքը ինչի չի զոհված, ինքը ինչի է հիմա եկել են մեզ ասում են 5000 զոհ, ինքը ինչի է կենթանի, պետք է բացատրի, թիկունքում բաներ անում, պայոկեր ուտում թիկունքում, միատել եկել է բանը, յակը միսկի խումբ, Ղարաբաղի հարցը, չկա Ղարաբաղի հարց, ով որ ուզենա Ղարաբաղի հարց բացի, ինձ հետ գործ ունենալու Հայաստանի ժողովրդի հետ գործ անել, Ղարաբաղի հարցը փակված Ընտրությունները ցանկացանվեցին քվեարկում ենք։ Ընտրությունները ցանկացանվեցին քվեարկում ենք։ Եվ ես ասում եմ,
Առաջինը Ղարաբաղի ժողովուրդը պետքա ոտի կանգնի այն կլանի դեմ, որ իրանց կեղեքել եւ իրանց որպես պատանդ 35 տարի պահելա։ Առաջինը Ղարաբաղի ժողովուրդը, նրանք լիարժեք պետքա տնավորվեն Հայաստանում եւ պետքա ետ կանգնեն եւ հրաժարվեն իրանց գաղթականության տրամաբանության մեջ հրողներից։ Սիրելի Ղարաբաղցի մեր քույրեր եւ եղբայրներ, ես ձեզ կոչ եմ անում լիարժեք մտեք Հայաստանի քաղաքացիության կյանքի տրամաբանության մեջ, մենք էլ ձեր կողքը կանգնած ենք ամեն ինչով եւ կարծում եմ մենք դա ապացուցել ենք։ Այս ամեն ինչ որ անում ենք անթերի չի, բայց անկեղծա սիրով է եւ մենք միջև վերջ process-ը տանելու ենք։ Մի րոպե չմտածեք, բայց այս պսևդոելիտա ստահակներից պետք է ազատվել։ Այս Քոչարյան Սերժ, այս սրած նման, այս ովքեր են այս դեպքերը, այս դեմքերը միջև չբացատրեն, իրանք ինչի զոհված չեն, իրանք խոսալու իրավունք չունեն։ Հիմա էլ եկել են 5000 զոհ։ Դուք չեք տրվել, դրա համար են մեր տղեկը, դուք փախել եք, դրա համար են մեր տղեկը զոհվել, դուք փախել եք, դուք փախածներն եք, դուք փախնողներն եք, դուք դավաճաններն եք, դուք իրավունք չունեք խոսալու։ Շնորհակալ եմ։ Ու ասում եմ, ով մոտեցավ, հիմա բան եք մտածել, ով մոտեցավ այս նույն դեմայով, նույն բանին է արժանանալու։ Վերընկնեք տեղներդ, մեկը չհամարձակվեք, գաք այդ նույն նարատիվները, այդ Քոչարյանա-Սերժա կալուգայական, լրտեսական նարատիվները տանեք։ Զգուշացնում եմ բոլորիդ, ոտի տակ չընկնեք, ոտի տակ չընկնեք, նստեք տեղներդ, ոտի տակ չընկնեք։ Մի փոքր աճ ընդունեք, ժողովուրդ ջան։ Ասեք։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ինչու չեք զոհվել, ովքեր չեն զոհվել, իրենք մեղավոր են։ Ովքեր գալիս են սենց խոսում են, այո։ Այո։ Այն մասկայով բաները տեսել եք։ Այ դրանք պետք է հիմնավորեն ինչի չեն զոհվել, որովհետև դրանք փախած ստահակներ են։ Դրանք փախած ստահակներ են։ Մեր զինվորներին թողած փախած ստահակներ են։ Մեր զինվորներին, որ տեղանքը նորմալ չեն էլ իմացել, այդ դրանք փախած ստահակներ են, թող իրանց մասկե քահանեն, այս Օսիպյաններ, Մոսիպյաններ, չգիտեմ ովքեր, այդ իրեն ասում են, որ ձեզ են աջակցում ժամանակ։ Թող գալաց են անում, մենք իրանց աջակցության կարիք չունենք։